Ողջույն, ես Դանին եմ, շրջանային կենտրոնի սպասարկման համակարգողն այստեղ, Սանիթաունում, Կալիֆորնիա։ IPP հանդիպման ժամանակ դեռահաս Սոֆիան, որը չի խոսում, բայց շփվում է այլ միջոցներով, եւ նրա ընտանիքը որոշեցին կենտրոնանալ համայնքային մասնակցության վրա։ Սոֆիային լրացուցիչ աջակցություններ պետք եւ նրա ծառայությունների համակարգող Վինին առաջարկեց անհատական օգնության ծառայությունները Սոֆիային համայնքում ավելի լավ ներգրավելու համար։ Եկեք տեսնենք, թե ինչպես։ Բարև Իզաբել, ինչ կա։ Ներիր, բայց խնդիր ունենք։ Սոֆիայի գրքի ակումբի հետ կապված։ Նրանք միջոցառումներ են ավելացրել եւ մենք չենք կարող վճարել։ Ես արդեն կրկնակի եմ աշխատում։ Լավ, ուղարկեք ծախսերը, տեսնեմ ինչ կարող եմ անել։ Շնորհակալ եմ։ Նաեւ միջոցառումները Կիրակի օրերն են, այնպես որ Նենսիի կարիքը նույնպես կլինի։ Տեսնեմ թե ինչ կարող եմ անել եւ գուցե 5 շաբթի հանդիպենք։ Լավ, շնորհակալություն Վինի։ Մեծ սիրով։ Լավ, Վինի, աշխատելու ժամանակն է։ Հապ։ Ինչ ես անում։ Բարի լույս Դանի։ Ժամանակ չունեմ խոսելու։ 5 շաբթի հանդիպում եմ Ռամոսների հետ եւ պետք է շտապ լուծեմ այս հարցը։ Այսօր 3 շաբթի է, դեռ ժամանակ ունես։ Հեշտ է ասել, գիտես, բայց ես արդեն կարդացել եմ բոլոր փաստաթղթերը, նամակները, ֆորումները ու դեռ չեմ կարողանում ֆինանսավորում գտնել Սոֆիայի գրքի ակումբի համար։ Չես օգտագործում սոցիալական եւ ճամբարային ծառայությունները։ Խնդրում եմ Դանի, մի թերագնահատիր։ Ես հենց դրանից սկսեցի, բայց գրախանութը ծառայությունների ցանկում չկա։ Իսկ դու համոզված ես։ Սոցիալական ժամանցի եւ ճամբարային ծառայությունների նպատակը IDD ունեցող անձանց համայնքային ինտեգրումն է։ Սպասիր, այս ցուցակն ամբողջ ընթացքում այստեղ էր։ Այո, Վինի, այսպիսով մենք կարող ենք կամ ուղիղ պայմանավորվել բիզնեսի հետ կամ ֆինանսական կառավարման ծառայության միջոցով կատարել վճարումները։ Մեր նպատակն է, որ մարդիկ ում աջակցում են կարողանան լիարժեք մասնակցել համայնքային կյանքին։ Սոցիալական ժամանցի ու ճամբարային ծառայությունների ընտրությունը հիանալի միջոց է դրա համար։ Եվ դա մեզ հայտնում են միջանցքում մի պաստառ կախելով։ Հասկացա։ Նաև մեյլով են ուղարկել։ Ինչ ես ասում։ Ես ոչինչ չեմ։ Ահա այն։ Դե ուրեմն պետք է այս գրքերը նորից իրենց տեղը դնեմ։ Շնորհակալություն Դանի։ Բարև Իզաբել, նորից Վինին է։ Կարծես Սոֆիայի ակումբի ֆինանսավորում եմ գտել։ Լավ նորություններ։ Շրջանային կենտրոնում Դանիի հետ խոսեցի եւ նա հիշեցրեց, որ մենք ունենք բարելավված ծրագիր, որը կոչվում է սոցիալական հանգիստ եւ ճամբարային ծառայություններ։ Այն ֆինանսավորում է IDD-ով մարդկանց համայնքային միջոցառումները, ինչպիսին այս ակումբն է։ Այսպիսով լուծել ենք համայնքային մասնակցության հարցը սոցիալական հանգստի եւ ճամբարային ծառայությունների միջոցով։ Հիմա ընտանեկանը։ Սոֆիա, ինչպես է փեքստախտակը ծառայում։ Ինձ դուր է գալիս։ Վինի։ Ուֆ, դու իմ լավ կողմն ես նկատել։ Շարունակելով, կարող ենք ավելացնել Նենսիի ժամերը ներառելով կիրակիները։ Ինձ դուր է գալիս Նենսին։ Դու էլ ես նրան դուր գալիս։ Դե ուրեմն կարող ենք ավելացնել։ Այո, խնդրում եմ։ Լավ Իզաբել, եթե դու եւ Սոֆիան համաձայն եք այս հարմացումների հետ, ապա պարզապես ստորագրիր այն։ Դու պատրաստ ես մեր արկածին։ Ձեզ լավ ժամանց։ Մի բան էլ։ Տադա։ Ինչ իմաստ ունի աշխատանքս, եթե չեմ կարող երես տալ քրոջս։ Ես սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ։ Հիմա գնա եւ բացահայտիր։ Սպասավորներ արելա։ Այսօր Ռամոս ընտանիքը եւ Վինին միասին թարմացրին Սոֆիայի IPP-ին, անդրադառնալով նրա զարգացող կարիքներին։ Ձեր IPP-ին ճկուն փաստաթուղթ է, որն անշուշտ պետք է թարմացվի կախված փոփոխվող կարիքներից։ Հիշիր, անձնակենտրոն պլանավորումը լավ թղթաբանությունը չէ, այլ օգնելը, որ կյանքն ավելի լավը դառնա։